Որ Աչի բայց ամոթ չի։ 2018 թվականին օպերայի բեմում մեծ մենահամերգ ունեինք։ Այնպես ստացվեց, որ համերգից 2 օր առաջ ջրծաղիկով հիվանդանում եմ ու չգիտեմ ոնց զանգեմ Գերխաչիկյանին տեղեկացնեմ այդ մասին, որտեղ ինքը համերգից առաջ Արախմբի բոլոր զանգերին շատ կտրուկ, սուր բռնկում ձևով էր պատասխանում։ Մի խոսքով մի կերպ համարձակություն եմ գտնում մեջս ու զանգահարում եմ։ Իհարկե լինում է սպասված այդ ռեակցիան։ Ինչա է, մի անգամից հեռախոսը պատասխանում է, ինչա է, սենց արդեն ձայնս լողալով ասում Գերխաչիկյան, ճիշտն ասած ջրծաղիկով եմ հիվանդացել, ու այդ բային իրա միած սենց էմոցիոնալ պորտկում է տեղի ունենում, գորգրալով ասում է, դու հասկանում ես ինձ ինչ ես ասում, այս բաներ, որ դու արեցիր, ասում է, համերգին ընդամենը 2 օր է մնացել, ասում դե ես ինչ անեմ Գերխաչիկյան, ես ո մեղավոր չեմ։ Այդպես իհարկե համերգից առաջ ոչ աշխատանքային օր էր, Պարախմբին հավաքեց ծրագրային փոփոխություններով, տեղափոխություններով, համերգը կայացավ բարձր մակարդակի վրա ու կարող եմ ասել, որ պարոն Խաչիկյանի օրոք մեր բոլոր համերգներն են եղել բարձր մակարդակի վրա, որովհետև ինքը շատ պատասխանատու, խստապահանջ մարդ էր ու միշտ կարողանում էր անջատել աշխատանք և կյանք։ Աշխատանքի մեջ լինելով շատ պատասխանատու, շատ խստապահանջ, ինչու՞ չէ կոպիտ, կոշտ, բայց փորձից հետո մենք իրան տեսնում ենք լրիվ ուրիշ Խաչիկյան, անսահման հոգատար, սիրով, ինքը մեզ համար ուղղակի փորձավար չի եղել, ղեկավար չի եղել, ինքը մեզ համար ծնողի պես հոգատար, ընկերոջ պես մտերիմ, կարողանում էր մեր հետ կիսել թե մեր ուրախությունները, թե տխրությունները, միշտ մեզ հետ շատ ենք զգում իր կարիքը, շատ կարոտում ենք։ Շատ բան ունենայի ասելու, որ տեսնեի, բայց ինձ թվում է այդ բայի իմ հուզմունքը ինձ թույլ չէր տա ուղղակի ոչինչ խոսել։ Ուղղակի կուզենայի, որ իմանա, որ իրեն շատ ենք կարոտում են։ Իրա բացը միշտ մեզ մեր մեջ է բացը մնացել է։ Մեր սրտի ղեկավարը, փորձավարը Գերխաչիկյանն է եղել, մենք իրան մի ուրիշ նվիրական ոգով ենք սիրել ու ընդունել։ Թևավոր խոսքերը շատ էին, իմ հետ կապված բաները կարող եմ հիշել, ինձ ինչ էր ասում, որովհետև ես աղջիկների մեջ ինչ-որ չափով իմ խոշորությամբ տարբերվում եմ, ու ինքը միշտ առիթը բաց չէր թողնում այդ ամեն ինչը ինձ հիշացնելու համար, կապ չունի որտեղ, կապ չունի ինչ պարագայում, սենց եթե ուզում էր ինչ-որ սիրելու տարբերակով ասել, գալիս էր ասում էր կալաբոկ, я тебя съем, միշտ տենց էր ասում, կամ ասում էր ուտեմ մի բոշկա, փորս դառնա տմբուշկա, այդպես ինչ-որ էլի բաներ կարող եմ հիշել, որ զանգահարում է իրեն ինչ-որ հարցով, միշտ հեռախոսին պատասխանում էր, ասում է ընկեր Խաչիկյան Լիլիթն է, խմբում ևս մի Լիլիթ ունեինք, ասում էր որ Լիլիթը, ասում է Բոյով Լիլիթը, Բոյովը որն էր, ասում եմ Կարայան Լիլիթը, մի խոսքով ինքը այդ ընթացքը այնքան էր շարունակում, մինչև որ ես կասեմ Չաղ Լիլիթը, ու դրանից հետո արդեն սովորել էի, այդքան չէի ձգում, մի անգամից զանգում է, ասում է պարոն Խաչիկյան, Չաղ Լիլիթն է, ինքը սենց ունենց ոգևորվում էր այդ իմ ասածից, սիրում էր, որ ես դա ընդունում եմ, որ ես ինչ-որտեղ խոշոր եմ մնացածից, Թուրքիա ենք գնացել, ինձ ասում էր, աղջի, դու արի իմ կողքով քայլի, ասում է, դու սրանց ճաշակով ես, իբր խոշոր են էլի, սիրում է ազգը խոշորներին է սիրում, ասում է մնացածի մասով չեմ մտածում, ասում է ստեղ խոշորը դու ես։ Ես ամենաշատ բուլինգի ենթարկված արտիստն եմ, բայց միևնույն ժամանակ պարենկերներս կհաստեն, որ ինչքան բուլինգ էր ենթարկում, կրկնակի անգամ շատ սիրում էր ինձ, երևի այդ սիրուց էր, որ սիրում էր այդպես ինձ տանջել, էլի, խաղալ,
Չէ, շատ էր սիրում ինձ ու ես էլի շատ։ Ես չգիտեմ, ուղղակի ամեն անգամ իր մասին խոսելիս հնարավոր չի էմոցիաներ չապրել, որտեղ ինքը շատ էմոցիոնալ մարդ էր, շատ սենց կրակ կյանք կար իր մեջ ու ամեն անգամ իր մասին խոսելիս մենք այդ նույն էմոցիաները ապրում ենք, ինչ որ այդ ժամանակ, այդ պահերը, որ եղել են, նույն էմոցիաները ապրելով մենք այդ ամեն ինչը պատմում ենք, իր էներգիան ոնց որ սենց նստած լինի մեզ վրա, սենց իր մասին խոսելուց միշտ այդ էներգիան մենք զգում ենք։ Փորձերի ժամանակ, եթե ինչ-որ պետք է բարերը մաքրենք, միշտ իր խոսքով ենք հիշում, թե որտեղ ինքը ոնց էր ասում, որ պետքա լինի, ոնց որ իր ձայնը մեր ականջի մեջ լինի։ Ասում ենք, հիշում եք, Խաչիկյանը այ սենց էր ասում, այ սենց էր ուղում, այ սենց էր ասում այստեղ, միշտ իր ձայնով ենք հիշում այդ բարի մաքրությունը անելուց։ Ընկեր Խաչիկյանը մի ընտանիք է ստեղծել ու մենք հիմա բոլորս միասին ենք։ Իհարկե շատերը արդեն մեզ հետ չեն աշխատում, բայց ովքեր որ կան, մենք շատ միասնական, իրար հետ շատ կապված ընտանիքի պես պահում ենք նույն այդ իր բարի այդ դրական, որտեղ ինքը մեզ ընտանիքի պես է վերաբերվել, իր երեխաների պես է վերաբերվել։ Այդ ջերմությունը մենք պահում ենք ու փորձում ենք միշտ իրար կողքի լինել դժվարությունների, ուրախությունների ժամանակ։ Իրականում ընկեր Խաչիկյանի ղեկավարման տարիներին իր օրոք անսամբլը եղել է բարձր մակարդակի վրա, թե համերգային առումով, թե ներսում տիրող մթնոլորտի, որովհետև ինքը կարողանում էր միշտ պահել այդ հավասարակշռությունը ամեն ինչում, ինքը կարողանում էր ստեղծել լավ մթնոլորտ, ջերմ մթնոլորտ, շատ էր ջղայնանում, որ ուշանում էի։ Հիշում եմ ամեն առավոտյան մենակ այդ մտքի լարվածությունը, որ չուշանամ, ինչ ձևով ինձ թվում էր արդեն պետք էր ինչ-որ սամալիոտ, վերտալիոտ գտնեի, որ մի կերպ հասնեմ գործի, որ չջղայնանամ։ Ուրիշ առումներով չէ, բայց նույնիսկ այդ անասով չի ուզենա, որ չղայնացնեի, ուշանայի, հաստատ ուղղեի այդ ամեն ինչը, որ ձեզ շատ։ Դուք մեծ շատ եք պակասում։ Ու ձեր տեղը միշտ